Եմ դու մամայի նմանը տենց չէիր կարա, չէ, տենց այդ բայվոյ տեսակը մամայի։ Հիմա դրա շարունակությունը ասեմ, երբ ես անընդհատ ինչ-որ թեմաներ լինում էի, ասում եմ մամա լավ էլի, չեմ ուզում անընդհատ ստացվում է նենց բան, որ մենք անընդհատ կռիվների մեջ ենք։ Դու դա ասում էիր։ Ես ասում էի մամային դա, բայց հիմա ես մամա եմ։ Ինչ հետաքրքիր է։ Դե չէ որ մամայիս ու իմ հարաբերությունները պրոյեկտների բանի ժամանակ միշտ եղել է պրոդյուսերական, բայց հիմա ես հետ եմ գնում ու հասկանում եմ, որ իրա մեջ այդ կռվի օրը մաման էր զարթնել։ Իրա մոտ այդ կռվի պաշտպանողակ, այո, որտեվ իրա զավակին, իրա դստեր նեղացրել էին։ Իրա պրոյեկտին չէին նեղացրել, իրա աղջկան էին նեղացրել։ Բայց դու հիմա նեղացնել։ տենց կլինես, որ քո ջտերին նեղացնեն։ Երբ որ եղավ տենց մի բան իմ հետ, ես նոր Դու հասկացա։ հասկացար Նադյան արթնացավ Մի մեջը։ րոպե, ուրեմն սա էր խնդիրը։ Պրոյեկտը չէր խնդիրը, մաման էր խնդիրը, մամա ու զավակ, մամա դստեր, մամա երեխա։ Էդ է խնդիրը։ Բայց մաման ուրիշների համար չէր անի այդպես։ Մամաս ուրիշների համար պայքարել է, մամաս ուրիշների համար կյանք կտար։ Այ մամայիս խնդիրը դա է եղել, ինքը իր ամենավատ ուսանողի համար էլ կյանք կտար։ Շատ վատ բան է այդ, անշնորհակալ բան է այդ, շատ անշնորհակալ։ Էդ է իր կյանքից տարել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր լավ պրոդյուսերներ են, շուտ են մահացել ուրիշի պատճառով։